Երևանի բարձրահարկերում վերելակ նստելը շարունակում է մնալ վտանգավոր, սակայն եթե նախկինում խնդիրը միայն 50-ից 60 տարվա խարխուլ վերելակներն էին, այսօր ահազանգեր են հնչում նաև նորակառույց շենքերից։ Բոլորովին վերջերս Սիսակյան փողոցի ընդամենը 13 տարվա պատմություն ունեցող շենքում վերելակի անկման հետևանքով 4 մարդ է տուժել։ Ինչ է փոխվել դեպքից հետո, արդյոք աշխատանքներ տարվել են նշված վերելակի վերանորոգման կամ ամրացման ուղղությամբ։ Բնակիչների խոսքով համատիրությունից միայն եկել, արձանագրել ու գնացել են, իսկ թե երբ կամ ինչ միջոցներով են պատրաստվում փոխել կամ նորոգել այն, բնակիչները մինչ օրս որևէ տեղեկություն չունեն։ Բայց այն բախը, որ ապրել են մարդիկ, այն բախը, որ կա։ Բայց այդ ընկնելուց հետո այդ համատիրության աշխատողներն եկան, մարդկանցին բերին, այդ աղջկան մարդին շտապօգնությունով, մյուս աղջկան շտապօգնությունով, ամեն ինչ բերեցին, նայեցին, այ եկավ, մի խոսքով, կազմակերպին, արին, դերին, բայց էլի այդ մի վերելակն է, էլի, բայց վտանգը սրտիդ, կիշնես, վախը սրտիդ, կիշնես, թե միանգամից կիշնես։ Վերելակի կոճակները պոկված են, դրանից օգտվողը, հատկապես եթե անծանոթ է, պետք է գուշակի, թե որ կոճակը որ հարկ է տանում։ Դրանց բնորոշ չկա։ Բնակիչներ Չանը մաստիցան տանում են դնում են դնում են։ Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով քաղաքի բարձրահարկ շենքերի մեծ մասը 50-ից 60 տարվա է եւ վերելակները նույն տարիքի են։ Նախկինում հաճախ էին խնդիրներ առաջանում, դրանք կամ վթարային վիճակում էին, կամ չէին աշխատում, կամ էլ դժվար դեպքեր էին լինում։ Վերջին տարիներին շենքերում սկսվել է վերելակների փոփոխության գործընթացը։ Չիլինգարյանը նշում է, որ ժամանակակից վերելակները թեպետ վատը չեն, բայց այսօր ոլորտում մասնագետների լուրջ խնդիր կա։ Ճիշտ է, որակը չէ, ասենք են բարձր կարգի են, ասենք նույն շվեյցարական կամ գերմանական կամ ֆիննական ֆիրմաների, դրանք շատ թանկ են, այդպիսի վերելակներ տեղադրում են, ճիշտ է, բայց այսպես կոչված էլիտար շենքերում, իսկ մեր շենքերում տեղադրում են բելարուսական ու ոչ բարձր կարգի են, բայց իրենք վատը չեն, ուղղակի մասնագետների խնդիրներ կան։ Վերելակ տեղադրող ընկերությունները տարբեր են եւ բնականաբար մասնագետները եւս դա է պատճառը, որ որոշ շենքերում բնակիչները գոհ են, որոշ շենքերում դժգոհ, նշում է Կարեն Չիլինգարյանը, ընդգծելով, որ այստեղ կարևոր է նաեւ թե ինչպես են մոնտաժել, ինչպես են միացումներ արել եւ ի վերջո ինչ վիճակում են շահագործման հանձնել։ Համենայնդեպս տարվա ընթացքում տարին մեկ գոնե պետք է մասնագետները գնան փորձարկեն։ Փորձարկումը դա մեծ իհարկե եւ դա երկար ժամանակ չի պահանջում, ուղղակի որոշ ժամանակ եթե դեպքերում նույնիսկ թերանում են, դա է ցավալին։ Բայց դե քաղաքացիները իրենք պետք է աչալուրջ լինեն եւ հետեւողական լինեն, որտեղ ցավոք սրտի նախկինում էր, ասենք, այսպես կոչված ժեկեր կային եւ այլն, բայց հիմա բնակարանները դա բոլորիս սեփականություն, բնակչի սեփականությունն է, ամեն մեկը իրեն մասնաբաժին ունի։ Վերելակների փոխարինման ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից, մինչ օրս Երևան քաղաքում փոխարինվել է 2560 վերելակ։ Քանի որ մեր բնակ ֆոնդը եւ վերելակային տնտեսությունը բավականաչափ հնամաշ է եղել, եւ նաեւ մենք բոլորս ընդունում ենք այն հանգամանքը, որ մեր բնակիչների մեծ մասը ֆինանսական կարողությունից ելնելով չէին կարողանա փոխարինել այդ վերելակները, դրա համար այդ բեռը Երևան համայնքը վերցրեց իրեն վրա։ Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը նշում է, որ Երևան համայնքը չունի պարտավորվածություն վերելակները փոխարինելու, դա իրականացնում է ծրագրի շրջանակներում զուտ որպես աջակցություն։ Վերելակային տնտեսությունը, ինչպես նաև ամբողջ շենքի պրոֆիլի մեջ գտնվող ամեն ինչը գտնվում է տվյալ շենքի ընդհանուր բաժնային սեփականատերերի սեփականության տիրույթում։ Այսինքն վերելակը նույնպես գտնվում է տվյալ շենքի
բաժնային սեփականատերերի սեփականության տիրույթում է գտնում, այսինքն դա իրանց սեփականությունն է։ Կարեն Չիլինգարյանը նշում է, որ համապատասխան օրենքի համաձայն վերելակը պատկանում է շենքի բոլոր բնակիչներին, բայց դրա ամենօրյա խնամքը միայն բնակիչների պարտականությունը չէ, դրանց սպասարկման եւ սարքին վիճակի համար պատասխանատու է համատիրությունը։ Ոչ բոլոր համատիրություններն լիարժեք աշխատում, կան լավ աշխատող համատիրություն, բայց շատ քիչ են։ Հիմնականում ձևական բնույթ են կրում համատիրությունը ցավոք սրտի։ Իսկ կան լավ աշխատող համատիրություններ, որոնք հետևում են եւ վերելակներին, եւ շենքի, ասենք, սպասարկմանը եւ այլն, կան այդպիսի Այսինքն բնակիչը խնդիր ունենալու վերելակի կապված խնդիր ունենալու դեպքում համատիրություն պետք է։ Իհարկե համատիրությունն է դեպքում, համատիրությունը արդեն հրավիրում է մասնագետին։ Մենակ համատիրության մարդիկն են եկել, իրանք են զբաղվում։ Իսկ մնացածը թե այդով պետք է պատասխան տար այդ ընկած մարդի համար, իսկ եթե ես ելնեի նախ սրտի կանք, եթե փակվի մեջը ես մնամ, ես այնտեղ մահացած ինձ կհանեն։ Բնակիչներն ամեն ամիս հավաքում են վերելակի սպասարկման գումար։ Մի շենքում արժեքը բարձր է, կախված շենքի էլիտար կարգավիճակից, մյուսում համեմատաբար ավելի ցածր։ Ուր են գնում այդ գումարները։ Տարակուսում են բնակիչները, նշելով, որ նույնիսկ նվազագույն խնդիրները տարիներով լուծում չեն ստանում։ Համատիրությանը դիմեցին, եսի եկավ բան արեցին։ Այնքան որ ահա, եսի չկա, դե մի հատ հեսա մոտիկից նայ, տեսեք ինչ վիճակը, ահա։ Էս ինչ է, էսի քամի շերեղ թրեշ, էսի փողվավ չկա, տեսակ, նայեք։ Մենք տարուկես աստեղ ենք, իմ տղայի տունն է եղել, հետո մենք տեղափոխվեցինք այդտեղ։ Վերելակը, էս մարդատար վերելակը եկած օրվանից շահագործման հանձնելու պահից մինչև առեսօր չի եղել։ Փակ ա եղել, ինչ որ մատերիալները գողացել են։ Մենք այտենց իմացանք։ Դե ամեն ինչն է ժողովրդից, չէ՞, ճիշտ է դա, իմաստուն մարդը ժողովուրդն է։ Այն գրուզավոյովին բարձանում իշնում։ Մարդիկ այն հա, նրանով են։ Հա, բայց նրա ինչ որ 3 հոգու, 4 հոգուց ավել չպետք է նստեն, որ ինչ որ չփչանա։ Բայց սկզբից գրած էր 1000 կիլոգրամ։ Սիսակյան 22 շենքի վերելակից տուժածների մեջ է նաև Սերգեյ Գալցևը, ում ոտքը կոտրվել է վերելակի հորը ընկնելու պահին, նրան բարդ վիրահատություն է սպասվում։ Будет операция очень сложная, компрессионный перелом, несколько связок порваны, ну то есть пока ждем врача, уже МРТ, ну то есть очень сложно все. Ինչ հաճախականությամբ են փորձաքննության ենթարկվում մայրաքաղաքի վերելակները, ում կողմից եւ ինչ սկզբունքով։ Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը վստահեցնում է, տեղադրելուց հետո ամեն տարի տեսչական մարմնի կողմից վերահսկվում է 1 անգամ։ Տեղադրվելուց հետո յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր վերելակ արդեն տեսչական մարմնի կողմից դա վերահսկվում է, յուրաքանչյուր վերելակ տարին 1 անգամ պիտի անպայման անցնի փորձաքննություն։ Դա վերաբերում է համ նոր տեղադրված վերելակներին, դա նաև վերաբերում է հին վերելակներին, որոնք որ դեռ չեն հասցրել փոխարինելու եւ Նրա խոսքով փոխարինվում են այն վերելակները, որոնք շահագործվել են 25 եւ ավելի տարի։ Դրանից քիչ օգտագործված վերելակներն ընդհանրապես չեն փոխարինվում։ Ծրագիրը նույնպես շարունակական է լինելու 25 թվականի ավարտին մենք արդեն մնացել էր Երևան համայնքում փոխարինելու ենթակա 1822 վերելակ, որը որ մինչև 28 թվականի ավարտ ամբողջությամբ այդ վերելակներն նույնպես կփոխարինվեն։ Սիսակյան 22 շենքի բնակիչները խնդրանքով ու կոչով դիմում են պատկան մարմիններին եւ падգամավորներին, որպիսի վերջիններս ուշադրություն դարձնեն շենքերի վերելակների տեխնիկական վիճակին, ինչպես նաեւ հստակ վերահսկեն, թե ով եւ ինչ որակով է տեղադրում դրանք։ Խնդրում եմ թող տեղ հասնի, նրանք ուշադրություն դարձնեն ու պատասխան տա այն մարդը, ուրա մարդատարի, չգիտեմ, ինչի չի աշխատում մարդատարը, եւ քաղաքապետարանը, եւ թաղապետարանը թող ուշադրություն դարձնեն, ես ինչա, այս դարում բան կատարվի ոչ մեկը չիմանա։ Ամփոփելով նշենք, որ եթե նախկինում ընդունված էր ամեն ինչ բարթել խորհրդային տարիներից մնացած մաշված տնտեսության վրա, ապա այսօր մեղավորը բնակիչն է, ով խնամքով չի վերաբերվում իրեն պատկանող գույքին։ Ամենավտանգավորն այն է, որ վթարներից հետո պատասխանատուները բնակիչներին թողնում են անորոշության մեջ։
Չեն հստակեցնում, երբ կվերանորոգվի վերելակը, ով է վճարելու դրա համար, եւ արդյոք հաջորդ քայլը վթարի կրկնությունը չի լինելու։